Խաղաղություն ձեզ, սիրելի եղբայրներ, քույրեր, ողջունում եմ Տեր Հիսուս Քրիստոսի անունից եւ առիթից օգտվելով Սոչի եղբայր քույրերը խնդրել են բարևներ փոխանցել Հիսուս Քրիստոսի անունով, բարևներ են փոխանցում ռուսական եկեղեցու եւ հայկական խմբի կողմից։ Տերը օրհնի ձեզ։ Տերը օրհնի։ Երբ որ Պետրոսը գնաց Կորնելիոսի տուն, Կորնելիոսն ասավ, շատ լավ է կարել, որ եկել եք։ Մենք էլ, դուք էլ բոլորս այսօր շատ լավ են կարել, որ եկել ենք։ Աշխարհի ամենալավ տեղը դա Աստծո տունն է, եկեղեցին է։ Որովհետև Տերը այնտեղ ներկա է։ Տերը այնտեղ ներկա է, գրված է, որ Տերը բնակվում է Իսրայելի փառաբանության մեջ։ Մենք այսօր հոգևոր Իսրայել ենք, որտեղ Աստծո ժողովուրդը հավաքվում է, այնտեղ Տիրոջ ներկայությունն է։ Եվ աշխարհի ամենալավ վայրը դա Աստծո տունն է։ Դա Աստծո սուրբերի ժողովն է, փառք Տիրոջը։ Այսօր իմ սրտից մեջ դրվել է խոսամ առաջնեկության մասին, անդրանիկության մասին։ Աստծո խոսքում կա այսպիսի մի հատ համար, դա գրված է Եբրայեցիս 12-ի 23 համարը։ Ասում է, որ երկնքում պիտի լինի հանդիսավոր ժողով, եկեղեցին երկնքում պիտի այս ժողովը պիտի շարունակվի երկնքում։ Եվ այդ մարդկանց անունը կոչվում է անդրանիկներ, անդրանիկների հանդիսավոր ժողով եկեղեցի։ Դա գրված է Եբրայեցիս 12-ի 23 համարը։ Եվ ասում է, ու երկինքը դրված անդրանիկների հանդիսավոր ժողովին ու եկեղեցուն եւ Աստծո, որ ամենուն դատավորն է։ Այսինքն, ժողովուրդ ջան, երկնքում պիտի լինի անդրանիկների ժողով, հանդիսավոր ժողով։ Եվ ուզում եմ խոսամ, ինչա, ովքեր են անդրանիկները։ Ինչու Աստված մեզ կոչում անդրանիկ։ Հին ուխտում անդրանիկը, առաջնեկը, առաջի որդին երկու կրկնակի բաժին էր ստանում, կրկնակի բաժին, մեր մոտ Հայաստանում փոքրն է, չէ՞ ստանում, փոքր որդին ծնողներին պահում է եւ այդ ունեցվածքը մնում է այնտեղ արդեն տարբեր ընտանիքներում տարբեր ձևի է, բայց փոքր որդին է։ Իսկ հին ուխտում Իսրայելում ավագ որդին էր, որովհետեւ Տերն ասում էր, դա քո առաջի զորությունն է, քո առաջի օրհնությունն է եւ կրկնակի բաժինը ստանում էր առաջնեկը։ Եվ հոգևոր կյանքի մեջ դա ինչ կապ ունի ժողովուրդ ջան։ Ինչու է Տերը մեզ անվանում առաջնեկ։ Աստված Աստծո զավակներին իր որդիներին տալիս է կրկնակի բաժին։ Դա որն է։ Մարմնավոր եւ հոգևոր օրհնություն։ Երկրավոր եւ հոգևոր օրհնություն։ Աստված բոլոր աշխարհին կերակրում է ֆիզիկական հացով։ Ամեն ինչը Աստված բաժին է տալիս աշխարհիկներին էլ, հոգևորներին էլ։ Այսինքն, այս աշխարհի մարդկանց Տերն է կերակրում ժողովուրդ ջան։ Այս աշխարհի մարդիկ Տերն է ողորմում։ Գրված է Աստված եւ արդարների եւ ամբարիշների վրա իր արևն է, չէ՞ ծագեցնում։ Անձրևն է տեղում, հողից հաց է հանում։ Այս ամեն ինչը Տերը տալիս է բոլորին։ Նույնիսկ կենդանիներին։ Գրված է, որ ագրոների ձագին է կերակրում, առյուծների կորյուններին, կենդանիներին էլ այն կերակրում։ Ինչ որ տեսանելի է, ինչ որ կա, դա Տերն է կերակրում եւ բնականաբար նաեւ մեզ որպես իր որդիները։ Բայց աշխարհի մարդիկ մի բաժին են ստանում, իսկ հոգևոր մարդիկ նաեւ հոգևոր։ Աշխարհի մարդը հոգևոր օրհնություններ չի վայելում։ Դա մենակ տրված է մեզ, այն մարդկանց, որ Քրիստոսին ընդունել են իրանց Աստվածը։ Աշխարհիկ մարդը
հոգևոր օրհնություններ չի վայելում։ Ինքը հոգևոր Տիրոջ ներկայությունը չունի։ Դա միայն ունեն անդրանիկները, դա միայն ունեն քրիստոնյաները, առաջնեկները։ Ինչու համար։ Միթե Աստված աչառություն անում, միթե Աստված նրանց չի սիրում։ Աստված նրանց էլ է սիրում, բայց ասում արի դարի իմ առաջնեկը։ Ասում արի ինձ ընդունի եւ վայելի այդ օրհնությունը։ Դա կամավոր է, դա մարդը պետքա կամավոր համաձայնվի եւ ասի ես ուզում եմ դառնամ քո որդին։ Ես քեզ ընդունում եմ որպես Տեր եւ Փրկիչ, եւ Տերն ասում ընդունում ես արի։ Դու բաժին ունես։ Այսօր աշխարհի մարդիկ մենակ երկրավորը մի բաժինն են ընտրել, բայց մենք եղբայրներ քույրեր ջան, մենք ընտրել ենք Տիրոջը եւ Տերը մեզ համար հոգանում եւ որի համար փառք իր սուրբ անվանը։ Ես իմ մեծ երեխայիս զավակիս անունը դրել եմ Անդրանիկ։ Դրել եմ Անդրանիկ ինչու համար, որ իմ առաջնեկս է, մեծ որդիս է, եւ որ ինքը մասնակցի Անդրանիկների ժողովին, որ ինքը լինի Աստծո զավակ, ես այդ հավատքով իր անունը դրել եմ Անդրանիկ։ Եվ մի անգամ ինքը մանկական Աստվածային շունչ էր կարդում, ասում է՝ «Վայ, Հիսուսի անունն էլ է Անդրանիկ», ասի ինչպես, բա գրված է Մարիամը ծնեց իր Անդրանիկ որդին, ասի Հիսուսի անունից կարելի ասել դրել ենք։ Ուրեմն եթե մեր մեջ կան Անդրանիկներ, ձեր անունը հաստատուն պահեք, ինչպես Ալեքսանդր Մակեդոնացին մի հատ դավաճանի բերում են, ասում է քո անուն ի՞նչ է, այս դավաճանը կռվի դաշտից փախել է, ասում է իմ անունս Ալեքսանդր է, ասում է ուրեմն կամ անունդ արժանի ձևով ես պահում, կամ է փոխում ես քո անունդ։ Հիմա եթե մեր մեջ կան Անդրանիկներ, Տերը օրհնի ձեզ, ձեր կոչումը հաստատուն պահեք, իսկ եթե անդրանիկներ չկան ֆիզիկապես անում, դուք իմացեք, որ հոգևոր անդրանիկներ եք, որովհետև դուք ընտրել եք Տիրոջ ճանապարհը, փառք Տիրոջը։ Մենք ունենք հոգատար հայր, սիրող հայր։ Բայց սիրելի եղբայրներ, քույրեր, մարդ կարա իր անդրանիկությունից ընկնել։ Մարդ կարա իր կոչումից ընկնել։ Մարդ կարա առաջնեկ լինի, մարդ կարա քրիստոնյա լինի, բայց ընկնի իր կոչումից։ Եվ երբ որ մենք նայում ենք պատմության մեջ, կային այդպիսի մարդիկ, որոնք արթուն չկեցան, որոնք չպահեցին իրենց այդ օրհնությունը։ Եվ մենք նայում ենք Հակոբի 12 զավակները, կային այնտեղ իր որդիները, Ռուբենը մեծն էր, Անդրանիկն էր, ինքը հոր բաժնից ուներ կրկնակի օրհնություն։ Հայրը իր համար մեծ օրհնություն էր պատրաստել, բայց ինքը զրկվեց այդ կրկնակի բաժնից, այդ օրհնությունից։ Ինչու համար։ Ինքը պղծեց իր հոր անկողինը, իր հարճի հետ պղծեց, եւ հայրը զրկեց իրան այդ անդրանիկությունից։ Մենք տեսնում ենք, որ դրանից հետո մյուս որդիներն էլ զրկվեցին անդրանիկությունից։ Սիմոնը եւ Ղևին։ Երբ որ իրանց քուրոջը պղծեցին, Սիվքեմի ժողովուրդը, այս երկու եղբայրը գնացին եւ Սիվքեմ քաղաքում կոտորած արեցին, բոլոր արուներին սպանեցին։ Եվ հայրը ասավ՝ ձեր ձեռքերը արյունոտ է, դուք զրկվում եք անդրանիկությունից, բայց Հովսեփը վայելեց անդրանիկությունը։ Մենք գիտենք, որ Հովսեփի երկու որդիները Եփրեմը եւ Մանասեն, եթե նայում ենք 12 ցեղերի մեջ, Հովսեփի անունը չկա, երբ որ հողերը բաժանեցին Քանանի երկրի, այնտեղ կա Եփրեմ եւ Մանասե, դա Հովսեփի երկու որդիներն են։ Այսինքն այդ օրհնությունը Հովսեփին բաժին ընկավ, որովհետև ինքը հավատարիմ մնաց, ինքը հայրը իրան օրհնեց եւ ինքը հոր պատվերները կատարում էր։ Հուդան հոգևոր օրհնություն վայելեց, որովհետև Հուդայի ցեղից Հիսուսը եկավ։ Ուրեմն սիրելի եղբայրներ, քույրեր ջան, մենք ամուր պահենք մեր անդրանիկությունը։ Մենք ամուր պահենք, մենք միայն
մի բան չուզենք մեր Տիրոջից։ Մենք միայն երկրավոր բաների համար չապրենք, այլ հոգևոր բաներ։ Եվ մենք կարդում ենք Եբրայեցիս 12:16 համարի մեջ կար մի հոգի, որ ինքն էլ իր անդրանիկությունից ընկավ, դա Եսավն էր, չէ՞, հիշում ենք այդ պատմությունը, ասма չլինենք, ինչպես Եսավը պոռնիկ, որ մի ամանկերակուրի համար իր անդրանիկությունից զրկվեց։ Ինչպես դա եղավ։ Ինքը երբ որ սոված էր, եկավ, ինքը ավակներ, ջղտակներ էին իրանք, բայց ինքը ավակներ։ Եկավ եւ Եսավը Հակոբ հասավ ուտելու բան կտամ, բայց անդրանիկությունից հրաժարվի, կրկնակի օրհնությունից հրաժարվի։ Եվ ինքն ասավ, ավելի լավ է, բար ասավ մահանամ սոված, ավելի լավ է հիմա ապրեմ, բայց առանց անդրանիկության։ Եվ ասավ լավ, խոսքով ինքը համաձայնվեց, ասավ, որ անդրանիկությունը տալիս եմ քեզ, եւ զրկվեց։ Եվ այդ օրհնությունից զրկվեց։ Եղբայրներ քույրեր ջան, այսօր մեր կյանքի մեջ էլ կատարվում է դա։ Եվ նայեք, Եսավը անհավատություն արավ, ասավ, ինչի՞ս է պետք, որ ես մեռնեմ ու անդրանիկություն ունենամ։ Ինքը երկմտեց, ինքը չվստահեց Տիրոջը, ինքը չէր հասկանում, որ Տերը իրան կպահի, որ ինքը սովից չի մեռնի։ Այսօր ժողովուրդ ջան, մենք ինչպես ենք հրաժարվում մեր անդրանիկությունից։ Կա երկու բաժին՝ ֆիզիկական եւ հոգեվոր։ Եվ մենք ասում ենք, երկրավոր բաներին ավելի տեղ ենք չէ տալիս։ Մեկ կարող է ժողովների չգանք, դե ասենք, բա գործ աշխատանք, բա ընտանիք են պահում, բա էսա, բա սոված մնանք, չէ, այսինքն սա այն Եսավի անհավատությունն էր, կամ էլ լինում է ժամանակ, ժողովի ժամանակ, հոգևոր գործի ժամանակ, մենք վաճառում ենք, հայերենում շատ լավ է գրած է ժամանակը ծախու առեք, այսինքն մեր ժամանակին մենք վճարում ենք, ես կարամ գնամ ինչ-որ մի մարմնավոր գործ անեմ, կարամ գամ ժողովի, եւ ինչ եմ անում, ես վաճառում եմ, այդ մարմնավորից հրաժարվում եմ, որպիսի հոգևորը, հայերենում շատ լավ է գրած, ռուսերենը ասում է դարաժից եւ ռեմինիմ, այսինքն գնահատեք, բայց հայերենում ասում է ծախու առեք, եւ մեր կյանքը այդպես է ժողովուրդ ջան, մենք ամեն ժամանակ ընտրություն է մեր առաջ, Եսավի ընտրությունն է, եւ մենք ասում ենք, բա այս գործը, բա այն գործը, ուրեմն ժողովուրդ ջան, Աստծո խոսքի մեջ գրված է. փնտրեցեք երկնքի արքայությունը եւ ամեն բան ձեզ կտրվի։ Ամեն բանի մեջ մտնում է ամեն բան։ Մեր ընտանեկան հոգսերը, մեր գործերը, մեր ինչ որ կա։ Աստված մեզ ասում է հոգ տար հոգևորի համար, իսկ ֆիզիկականի համար ինքը կորնի։ Բայց մենք ինչ ենք անում։ Ֆիզիկականի համար հոգ ենք տանում, հոգևորն է ասում ենք դե Աստված մի բան կանի, ոչ, նախապատվությունը տուր հոգևորին։ Աստված ուզում է, Աստված բոլոր աշխարհին է կերակրում, քո ընտանիքը չի պահի, քեզ չի օրհնի, կամ ասում է արդարի քիչը ամբարշտի շատից լավ է։ Եթե այսօր դու արդար ես, Տիրոջը վստահել ես, Տիրոջով արդարացել ես, քո քիչը աշխարհի շատից լավ է։ Դրա համար, սիրելի եղբայրներ, քույրեր ջան, մենք մեր ձեռքից մեր անդրանիկությունը չտանք, չհրաժարվենք, չլինենք Եսավի պես։ Ես միշտ մտածել եմ, ասել եմ, բայց այս Հակոբը շատ խորամանկ էր, էլի։ Ոնց իր աղբորը, ոնց որ Աստված էլ հավանություն տա, էլի, սենց հենց իսկական հրեական այդ ոճով իր աղբորից տարավ այդ օրհնությունը։ Ես միշտ մտածել եմ, բայց ասի Տեր ջան, ինչ կար Հակոբի մեջ, որ դու գնահատում ես։ Եվ ինձ բացվեց, որ Հակոբը գնահատում էր առաջնեկությունը։ Հակոբը գնահատում էր հոր օրհնությունը։ Հակոբը գնահատում էր հոգևորը։ Հասկանում եք, ինքը հասկանում էր, որ այդ հոր օրհնությունը ավելի մեծ է։ Դուք շատ նկատած կերնեք։ Կարող է հոգևորի հաշվին շատ աշխատեք, այն որ ասում է ջրի եկա, ջրի տարած, մեջը օրհնություն չկա։ Բայց երբ որ դու նախապատվությունը տալիս ես հոգևորին, քո քիչը այնպես է օրհնվում,
Շատ վկայություններ կա, շատ։ Երբ որ կոմունիստական ժամանակ մեր եղբայր-քույրերին հալածում էին, ասма մեծ ընտանիք էր, ուտում այդ ճաշը չի հատնում։ Քանի օր ուտում են, Տերը ողորմում է, իր զավակներին չի թողնի։ Ես կխնդրեմ, եղբայրներ, քույրեր ջան, ժամանակը ծախու առեք, հոգևոր բաներին նախապատվություն տվեք, չփոխարինեք երկրավորի հետ։ Կարող է մտածես, ասես, բա իմ տունը ով պիտի պայի։ Հոգևոր մարդը ամենաաշխատասեր մարդն է։ Հոգևոր մարդը, երբ որ նայում ենք Թեսաղոնիկեցիս թղթի մեջ, ասում է, այդպիսին պատժեք, նշանակեք, պատժեք, ու որ նայում ենք մենակ չաշխատողների համար ասում։ Այսինքն մենք ամենաաշխատասեր մարդիկ ենք եւ նույնիսկ կարոտ եղողին էլ ենք տալու։ Բայց հարցը գիտեք կա կարմիր գիծ, կա ինչ-որ չափանիշ, որ դու դա պետք է պահես, դու պիտի նախապատվությունը չտաս, գրված է, որովհետև ինքը հոգ է անում քեզ համար, որովհետև ինքը հոգ է անում, ասում է կայսրինը կայսրին, Աստծունը Աստծուն, դու պիտի աշխատես, բայց հոգևորի հաշվին պիտի չանես, դու պիտի չփոխարինես հոգևորը մարմնավորի հետ։ Շատ վկայություններ կա, ես մի հատ հետաքրքիր վկայություն ասեմ, երբ որ 90-ական թվականներին էր եւ իմ մայրս այդ յորղանները ինչ-որ բուրդը մեկդակ են անում, տենց կանայք գիտեն, պատրաստում են եւ սեպտեմբեր, օգոստոս ամիսներն էր, երբ որ արևա չէ, կանայք հանում են բուրդը, այն ժամանակ այդպես էր, հիմա չգիտեմ ինչպես է եւ ինքը Պեսան մեր եւ գիտեք ինչ էր, հենց ստացվեց, որ հենց Կիրակի օրը արևա, մնացած օրը անձրև է, այս մայրս էլ մի այդ Կիրակի օրերն էր անում եւ այնպես ստացեց մի ամիս ժողովի չի գալի եւ չի էլ հասցնում, ասի մամ ջան, այս մի ամիս ժողովի չես գալի, ասմա տղա ջան, դու տղա մարդ ես, դու չես հասկանում, դա կանայք գիտեն, եղանակ չկա, ինչպես անենք, ասմա չեմ հասցնում, ասի մամ ջան, լավ մի օր փորձի, արևա ոչինչ, արի ժողովի, Տերն է օրհնողը։ Եվ գիտեք, մայրս լսեց, եկավ ժողովի, շատ ուրախ, լցված, երբ որ գնացինք տուն, այդ սաղ տունը բուրդ է, այդ պետք է ինքը անի, չի հասցրել, մի քանի րոպե անցավ, մեկ է մի հատ զանգը թակեցին մեր դուռը, այն վաղ լույս չկար, թակով էր, եւ ինչ եղավ, մեկ է մի հատ քույրիկ, ասма քույրիկ ջան, Զոյա քույրիկ, եկել եմ, Տերը սրտիս մեջ դրել է կամ ձեր տուն։ Դե մամաս է, ասма քույրիկ ջան, ես տանը գործ ունեմ, հարմար չի, ուզում ես մի ուրիշ օր արի։ Չէ, ասма Տերն ասել է, պետք է գամ ձեր տուն։ Դե մերս ասма, դե մի հատ ասեղ այդ մախատ ասեղներից, ասма այդ մի հատնա մենակ ես դեմ անի, դու գործ չկա թենց։ Մեկ է ասեղը հանում ասма, այս ասեղով է մեկ է, այդ մախատ ասեղը, այս մամաս ապշում է, ասма այդ ոնց եղավ։ Ասма իմ աղջիկս խնդրել էր, որ ժողովից հետո գնամ իրան օգնեմ, այդ էլի այդ ձևի գործ էր, բուրդի գործ էր, գնացի պես ասու աղջիկս ասին, այսօր տեղ ունենք գնալու, մի ուրիշ օր կգաս, ես է աղոթ հասի Տեր ջան, ինչ անեմ, ասավ գնա Զոյա քույրիկ անց տուն։ Ես էլ ասեղով եկել եմ, մերս էլ ասում է, ես տեսա որ դա Աստծո գործն է։ Եվ ժողովուրդ ջան, Տերը ընենց օրհնեց մի քանի օրվա գործը, մի քանի ժամը արին եւ դրանից հետո արևն է ծագեց, սաղորերը լավացավ։ Երբ որ մենք հավատքի քայլ ենք անում, երբ որ մենք նախապատվությունը տալիս ենք հոգևորին, Տերը օրհնում է։ Եվ Սողոմոնը մի հատ Սաղմոս ունի գրած 127-ը, ասում է, զուր է առավոտ արթնանալը, զուր է շատ աշխատելը, եթե Տերը չի օրհնում, զուր են պահապանները, եթե Տերը չի պահպանում։ Մենք եթե հասկանանք, Հակոբը հասկացել էր ինչ բան է օրհնությունը, Հակոբը հասկացել էր, եւ եթե մենք էլ հասկանում ենք, որ ես նույնիսկ Տիրոջ գործի համար կթողնեմ իմ աշխատանքը, իմ ֆիզիկականը, ինչ որ մեկին կծառայեմ, այսօր այդ ամնալու ժողովուրդ ջան, մեր հոգևոր բաներն ամնալու։ Եթե ես Տիրոջ համար մի բան եմ անում,
Տերը ինձ համար հոգ անում, ինքը օրհնում է, ինքը մենք Տիրոջ անդրանիկներն ենք, դու ես աշխարհի մարդկանց նման չես, դու ես աշխարհի կենդանիների նման չես, որ միայն ֆիզիկական բաների համար հոգ անես, դու կանչված ես ավելի բարձր բաների համար, դու կանչված ես հոգևոր հավիտենության համար, գրված է անդրանիկների հանդիսավոր ժողովի համար, այնտեղ մենք պիտի Տիրոջը փառավորենք եւ ոչ միայն մեզ յոլա տանենք, այլ ուրիշների համար էլ հոգ տանենք, որ այդ մարդիկ է տեսնեն մեզ, ասեն ինչ երանելի մարդ ես։ Մի հատ վկայություն էլ ասեմ, ովքեր որ անհանգստանում են իրենց ապրելու համար, ֆիզիկական բաների համար, մի մարդ ա լինում, ինքը մի քաղաքից տեղափոխվում է ուսանող ա լինում եւ ինքը տեղափոխվում է իր երկիրը, բայց գումարը վերջացած է լինում։ Եվ սա տոմս է առնում, եւ որպեսի նավով գնա 3 օրվա ճանապարհ է։ Եվ երբ որ ինքը դե գումարը հատել է, մի քանի հատ սուխարիկ առնում, գումար չունի, յոլա գնա 3 օր մինչև հասնի տուն։ Եվ նավով գնալուց ինքը տեսնում է, որ այնտեղ ռեստորան կա, մարդիկ մտնում են, ուտում են, ինքն էլ փող չունի որ մտնի, այս սուխարիկները հանում է քիչ-քիչ ուտում, որպեսզի կարողանա յոլա գնա հասնի։ Վերջին օրն էլ էլի այդտեղ կանգնած է նավի մեջ եւ այդ շեֆ փովերը մոտիկամ ասում է դուք ինչի չեք մտնում հաց ուտում։ Ասում է դե ես գումար չունեմ որ մտնել։ Ասում է այս դուք տոմս ունեք, առել եք։ Հա ասում է ունեմ, նա ասում է այդ ճաշարանի ուտելիքը տոմսի մեջ հա մտնում, ասում է, դու 3 օր իրավունք ունես մտնես, ինչքան ուզում ես ուտես։ Վայ այս մարդն ասում է, վայ ես չգիտեի, ասում է, մտնում է մի լավ ուտում, ասում է, հասցնեմ, ես ասոված մնացի եւ հասկանում է, Ժորժ ջան, սրա մեջ խորհուրդ կա։ Տերը որ մեզ երկինք է կանչել, այդ դրա մեջ է մտնում, ֆիզիկականն էլ է դրա մեջ մտնում։ Տերը մեզ նաև կերակուր է տալ, ոչ միայն ասում է հոգևոր ես կանեմ ֆիզիկականը դու, ոչ, եթե ինքը մեզ համար հավիտենություն է պատրաստել, իր համար ինչ բան այս երկրավոր բաները, մենք չլինենք աշխարհիկների պես, չնայած այսօր եկողները հոգեկար եկել եք, բայց կան մարդիկ, որ անտարբեր են, ոչ թե միայն կիրակի օրերը, այլ շաբաթվա մեջ, աղոթքաժողովներին մասնակցի, զորացի, լցվի, եկեղեցուն ծառայի, օգնի, մեկը մեքենայով կարող է օգնի, մեկը ֆիզիկապես երիտասարդները մանավանդ, մեկը գումարներով, մեկը աղոթներով ծերեր աննայի պես թող աղոթներ անեն, այսինքն հոգևոր գործ անենք, որպեսզի Տիրոջ գործը առաջ գնա, մենք այսօր անդրանիկներ ենք, մենք այսօր առաջնեկներ ենք, մենք ունենք կրկնակի օրհնություն, Տերը մեզ տվել է, որի համար փառք իր սուրբ անվանը, ամեն ժողովուրդ ջան, փառք Տիրոջը, աղոթենք, եկեք սրտի խորքից գոհանանք Տիրոջից, որ ինքը մեզ համար հոգ է տանում, փառք իր սուրբ անվանը, փառք ես Տեր ջան,